Բարև ձեզ, այսօր խոսելու ենք վիտամին K-ի մասին։ Համեմատաբար քիչ է խոսվում այս վիտամինի մասին, բայց այն ունի շատ կարևոր ֆունկցիաներ մեր օրգանիզմում։ Վիտամին K, այս վիտամինը հայտնի է հիմնականում արյան մակարդման հետ կապված, բայց ունի երկու բոլորովին տարբեր ձևեր՝ K1 և K2, որոնք տարբեր աղբյուրներից են գալիս և տարբեր գործառույթներ ունեն մեր օրգանիզմում։ Ինչ է անում օրգանիզմում վիտամին K-ի ամենահայտնի ֆունկցիան։ Ամենահայտնի ֆունկցիան է արյան մակարդման կարգավորումը։ Առանց դրա նույնիսկ մեր փոքր վերքերը կարող են վտանգավոր արյունահոսության վերածվել։ Հետազոտությունները, որոնք իրականացվել են, ցույց են տվել, որ վիտամին K-ն ունի մեկ ավելի կարևոր դեր՝ կալցիումի ճիշտ բաշխումը օրգանիզմում։ Այն ուղղորդում է կալցիումը դեպի ոսկորներ և ատամներ և միևնույն ժամանակ խանգարում է դրա կուտակումներին զարկերակների պատերին։ Այստեղից էլ ձևավորվում է K1-ի և K2-ի տարբերությունները։ Վիտամին K1-ը հանդիպում է հիմնականում կանաչ տերևավոր բանջարեղեններում և ուղղակիորեն մասնակցում է արյան մակարդման գործընթացին։ Օրգանիզմը վիտամին K1-ի միայն փոքր մասն է յուրացնում և այն համեմատաբար արագ դուրս է գալիս մեր օրգանիզմից։ Վիտամին K2-ը հանդիպում է կենդանական և խմորված մթերքներում, ինչպես նաև արտադրվում է մեր աղիքային բակտերիաների կողմից։ K2-ը ավելի երկար է մնում արյան մեջ և ավելի ակտիվորեն է մասնակցում կալցիումի ուղղորդման գործընթացներին դեպի ոսկորներ, ակտիվացնելով հատուկ սպիտակուցներ։ Հենց այս պատճառով K2-ը վերջին տարիներին մեծ ուշադրության է արժանացել սրտի և ոսկորների առողջության համատեքստում։ Ինչ սննդով կարելի է ստանալ վիտամին K1-ը։ K1-ի լավագույն աղբյուրն է նեխուրի տերևը, սպանախը, բրոկոլին, հազարատերևուկը, կաղամբը և ընդհանրապես ցանկացած մուգ կանաչ բանջարեղեն։ Այն նաև հանդիպում է որոշ բուսական յուղերում։ K2-ի հիմնական աղբյուրներն են այլ խմորված մթերքներ, կարծր պանիրներ, ձվի դեղնուց, կարագ, ճագարի և հավի մուգ միսը, հատկապես երբ թռչունը սնվել է բնական միջավայրում։ Հավելումները և պրեպարատները դեղատներում բազմաթիվ են։ Ամենատարածված ձևը վիտամին K2 կապսուլաներն են, հաճախ համակցվում են վիտամին D3-ի հետ, K2+D3, քանի որ այս երկուսը միասին ավելի արդյունավետ են աշխատում ոսկորների խտության և կալցիումի ճիշտ բաշխման համար։ K1-ի առանձին հավելումները ավելի քիչ են հանդիպում, քանի որ սննդային պակասը հազվադեպ է լինում, կանաչ բանջարեղենով հեշտությամբ այն լրացվում է։ Դրա համար էլ ասում ենք շատ կերեք։ Կան նաև K2-ի բարձր չափաբաժիններով պրեպարատներ, որոնք նշանակվում են հատուկ ցուցումներով օստեոպարոզի կամ սրտանոթային ռիսկերի կանխարգելման նպատակով, բայց դրանք պետք է կիրառել միայն բժշկի հսկողությամբ և ընտրել բժշկի նշանակմամբ։ Ինչին է կարևոր ուշադրություն դարձնելը։ Սա ամենակարևոր նախազգուշացումն է ամբողջ տեսանյութում։ Եթե որևէ մեկը ընդունում է արյունը նոսրացնող դեղորայք, օրինակ վարֆարին, վիտամին K-ի հավելումը կամ նույնիսկ սննդակարգում կտրուկ փոփոխությունները, օրինակ շատ քանակով կանաչեղենի հանկարծակի ավելացումը, կարող է ազդել դեղորայքի արդյունավետության վրա և պետք է նախապես քննարկել բժշկի հետ։ Սա ամենևին տեսական ռիսկ չէ, այլ իրական բժշկական նկատառում, որին հատուկ ուշադրություն են դարձնում կարդիոլոգները։ Ընդհանուր առմամբ, սննդից ստացվող վիտամին K-ի համար գերդոզավորման ռիսկը գործնականում նվազ քանակի է։ Հարցը միայն դեղորայքային փոխազդեցության մեջ է, ուստի միայն դրան է անհրաժեշտ ուշադրություն դարձնել։ Այս և նմանատիպ այլ ինֆորմացիա ունենալու համար բաժանորդագրվեք իմ YouTube-յան էջին, որտեղ այստեղ դուք կարող եք գտնել ամեն ինչ դեղերի և վիտամինների մասին գիտահեն մոտեցումներով։ Առողջ եղեք։